Այսօրվա խոսքը ուղերձս այսպես եմ ես վերնագրել, ջրիր չչորանա։ Ջրիր չչորանա, մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը, ջրիր չչորանա, որտեղ շատ բույսեր կան, որ նրանց համար խնամք է պետք տանել, նույնիսկ եթե քեզ մի գեղեցիկ ծաղիկներ են նվիրում, տեսեք, նրան ինչ ես անում, միանգամից վերցնում ես այդ ծաղկեփունջը, դու վերցնում ես ու դնում ես ջրի մեջ։ Դու չես թողնում հաջորդ օրը, որ վերցնես այդ ծաղիկները դնես, որտեղ դա ուշ կլինի, այսինքն միանգամից խնամք ես տանում, որ ինքը չթորոմի, չէ, ինքը չի կարող այդպես երկար մնա, միանգամից դու ինչ ես անում, դնում ես ծաղկամանի մեջ եւ ծաղկամանի մեջ ինչ ես լցնում, ջուր։ Աստվածաշունչը շատ հետաքրքիր ձևի խոսում է ցանողի համար, հնձողի համար, տնկողի համար եւ ջրողի համար։ Մենք բազմիցս կարդալով տեսնում ենք, հանդիպում ենք, որ Աստված խոսում է մշակների մասին, որ մենք Տիրոջ տան մշակներն ենք եւ պետք է իր պարտեզի համար, իր գործի համար մենք մեր գործը շատ արդիական ճիշտ կատարենք։ Եվ այսօր գիտես այդ տեսնելով այս տեսարանը ես հասկանում եմ, որ շատ գործեր կան, որ մենք մեր մատների արանքով նայելով մենք ամեն բան թողնում ենք ու մի բառ կա ռուսերեն, որ ավելի շատ հետաքրքիր է հնչում, ասենք, դες հայերեն ասում կանոնավոր։ Դու չես կարող այդ ծառդ կամ այդ ջուրը տնկած այդ ծաղիկը ջրես երբ որ ուզենաս։ Եվ նույնպես կան ինչ-որ կենդանիներ տնային, որ դրանց խնամք ես տանելու, դու կերակրում ես շատ կանոնավոր։ Ռուսերեն մի բառ կա, որ շատ ինքը ավելի այսպես հետաքրքիր իմ համար ավելի ճիշտ է այսպես հնչում, ռեգուլյարնի, չէ՞ լսած կլինեք։ Այսինքն, երբ որ դու մի բան ես տնկում, կամ ինչ-որ մի ծաղիկ ես տանդ մեջ աճեցնում, դու իրան ռեգուլյարնի եւ կանոնավոր դու սկսում ես իրան ջրել։ Ու սա շատ կարեւոր է։ Ու մեր կյանքի մեջ մարդիկ կան, որ դու սերմանել ես, մարդիկ կան, որ խոսք ես խոսացել, բայց այդ մարդկանց հետ դու գիտես իրանց հետ պետք է աշխատանք տանես։ Լավ է, որ սերմանել ես, ասեմ քեզ խոսքը ցանելը շատ կարևոր է, որ մարդկանց դու խոսքը ցանում ես։ Դա շատ կարևոր է։ Ժամանակ կա, որ դու քեզ նեղություն ես տալիս, ինչպես Աստվածաշունչը խոսում, ասում է ամեն ժամանակ չի, որ հարմար է սեմ ցանելու համար։ Եթե քամուն նայես, դու սեմ չես ցանի, ճիշտ է, ճեղքում ենք, հասցնում ենք, խոսքը տալիս ենք, սերմում ենք, սա շատ լավ է։ Բայց երկրորդ մասը որ կա, ջրելու համար ես ուզում եմ խոսալ ոչ թե այսօր ցանելու համար, ես այսօր խոսում եմ ջրողի համար, որտեղ Աստվածաշունչի մեջ կոնկրետ խոսում է սրա մասին, որ շատ կարևոր է, որ մենք խնամք տանենք եւ ջրենք, որովհետեւ շատ ժամանակ, երբ որ տես Աստվածաշունչը, երբ որ կարդում եք Սերմացանի առակի մեջ, ասում է, որ սերմը արմատ չունենալու պատճառով ինչ եղավ, չորացավ։ Բայց եկեք մի քիչ ավելի հետ նայենք, երբ որ մենք տեսնում ենք ավելի հետ, արմատը որտեղից է դուրս գալիս։ Դուք զգացել եք, երբ որ սերմը գցում եք հողի մեջ, ինչ անում, ինքը եթե հողը չոր եղավ, ինքը չի ծլի։ Իրան ինչ է պետք, ջուր է պետք, ճիշտ է։ Եթե կա խոնավություն, նա արմատ է տալիս։ Եթե կա ջուր, նա արմատ է տալիս, որտեղ սերմեր կան, երբ որ դուք վերցնում եք, պահում եք հաջորդ տարվա համար, ինչ եք անում, նրան դնում եք մի հատ չոր տեղ, չէ՞։ Մարդիկ, ովքեր զբաղվել են ցանքսով, ցանելով, նրանք գիտեն, որ պետք է սերմը պահվի չոր տեղ։ Բայց երբ որ նա ջուր է տեսնում, սկսում է արմատ տալը։ Ծլել։ Թեկուզ նա ծլես, նրան արմատ է պետք, արմատը տալով դուք զգացել եք, չէ՞, նույնիսկ ցողուններ կան, ինչ-որ ծաղիկներ կան, դնելով ջրի մեջ, նա ինչ անում, արմատ է տալիս։ Այսօր ջուրը շատ կարևոր է, որ մենք երկրի մեջ, մենք ենք աղը եւ լույսը, մենք մեր գործը շատ կոնկրետ ջրենք, որ չչորանա։ Այսինքն որն է մենք տես Աստվածաշունչի մեջ կարդալով մենք միշտ հանդիպում ենք, որ ջուրը կյանք է եւ ջուրը խոսք է, չէ՞, կենթանի ջուր կբխի ձեր ներսից։ Այս եթե քո ներսից կենթանի ջրեր են բխում, ասում եմ ձեզանից կենթանի ջրեր կբխեն։ Բայց այդ ջրերը ինչի է, եթե բխում են, այսինքն պետք է որ գխեն, չէ՞։ Այսինքն ինչ որ մեկին պետք է։ Եթե բխում են, եկեք այդ ջուրը չթողնենք մեր մեջ գոյանա եւ
կանգնած մնա եւ գիտես մենք տանք այդ կենթանի ջրերը, որ ներսից կբխեն։ Եկեք տանք այդ մարդկանց, որ իրանք ունենան արմատ տան։ Այսինքն կա ջուր, կա արմատ, իսկ եթե արմատ կա, կամբրանա եւ պտուղ կբերի, որովհետեւ գիտես մի մեծ մարդկանց հոսք կա, ես տեսնելով եկեղեցիների մեջ մարդիկ կան, որ գալիս են, բայց արմատ չունենալու պատճառով նրանք պտուղ չեն բերում, նրանք չեն մնում եկեղեցու մեջ, չեն հաստատվում, որովհետեւ իրանց այդ ռեգուլյար բառը, որ ասում եմ, կանոնավոր, թող լինի կանոնավոր։ Ինձ հուշում այստեղից ասում է կանոնավոր։ Գիտես, այդ կանոնավոր, ռեգուլյար, երբ որ մենք այդ ջուրը տանք, իրանք արմատ կունենան եւ կհաստատվեն եկեղեցու մեջ։ Այն մարդկանց, ովքեր որ մենք ժամանակին խոսք ենք ցանել, չթողնենք, որ իրենք չորանան, այսպես մի քիչ կոպիտ է ասում, բայց գիտես, Աստվածաշունչը խոսքուսն ասում է չորացան եւ պտուղ չբերեցին։ Այսինքն մարդիկ կան, որ հոգեվոր են, բայց արմատ չունենալու պատճառով իրանք կարան եկեղեցի չհաջախեն եւ իրանք կարան չորանան։ 1, 2, 3 իրանք սովորում են, որ այդպես կա լինի, եւ իրանք իրանց խոսքը ներս իրանց մոտ չգալով, իրանց հավատքը փչանում է, իրանց հավատքը թերանում է եւ իրանք սկսում են հոգեվոր մահ ունենալը։ Գրանցում է հոգեվոր մահ։ Չէ՞, այսպես բժիշկները կան, որ մահ են գրանցում եւ նույնպես հոգեվոր կյանքում կա հոգեվոր մահ։ Եկեք Աստվածաշունչը բացենք։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 5-ից մինչև 9 կարող եք կարդալ տներում, բայց մի քիչ ներքևից կարդամ։ Այստեղ խոսում է ով է Պողոսը եւ Ապողոսը, շատ ժամանակ մարդիկ կան, որ իրանց թվում է, թե իրանցով ինչ որ են անում են Աստծո գործը, իհարկե անում ենք, բայց պետք է մենք Աստծո փառքը չվերագրենք, որովհետեւ աջեցնողը Աստված է։ Միշտ հիշի, եթե դու գործ ես անում, քո վրա ոչ մի բան մի վերագրի, որովհետեւ լավ ես արել, որ դու ցանել ես, լավ ես արել մեկը ջրել է, շատ լավ է, բայց մենք պետք է հիշենք, որ ով է Պողոսը եւ Ապողոսը, թեև առաքյալ էր, բայց ինքն ասում է ով է։ Աջեցնողը Աստված է, սա պետք է մենք լավ հիշենք։ 8-րդ խոսքից խոսքն ասում է տնկողը եւ ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկը իր վարձքը կառնե իր աշխատանքի չափով։ Այսինքն մենք հասկանում ենք, որ սա շատ կարևոր է եւ մեզ համար կա վարձք, որ պետք է երկնքից մենք ստանանք։ Երկնքում մենք ստանանք, սա շատ կարևոր բան է, որովհետեւ մենք Աստծո գործակիցն ենք, դուք Աստծո մշակույթն եք եւ Աստծո շինվածն եք։ Փառք Աստծուն, սա մեզ համար մեծ պատիվ է, մենք Աստծո գործակիցն ենք։ Աստված պատկերացնում ես ամբողջ աշխարհն արարել է եւ ամեն բան անում է, բայց մի փոքր մաս, երբ որ նա աճեցնում է իր երկնքի արքայության համար, որ մենք լինենք բաժնեկից, մենք լինենք ժառանգորդ, մի փոքր մաս մեզ տվել է, որ մենք թեպետ եւ մենք չենք որ աճեցնում ենք, բայց այսօր կարևոր գործ է տվել մեր ձեռքերի մեջ, որ իր արտի մեջ մշակ լինելով բերենք, որ մարդիկ հասցնեն մարդկանց այդ ջուրը տանք, որ իրանք ունենան պտուղ։ Թե տեսնում եք, չէ, Աստվածաշնչում խոսում է եւ ասում է, որ թող մեկ տարի էլ, որ նրա արմատին ես աղբացեմ, չէ, եւ հողը փխրեցնեմ, միգուցե նա պտուղ տա, որ չկտրվի եւ գցվի կրակը։ Սա շատ կարևոր է, երբ որ կարդում ենք առաջի Կորինթացիս 3-ից 5, այնտեղ խոսքն ասում է, եւ ով է Պողոսը կամ Ապողոսը, եւ այնտեղ խոսում է, որ պաշտոնյաներ են, որը հավատքիցը տրվեց ես։ Գիտես, այսօր մենք եկեք այդ պաշտոնյաներ խոսքը որ կա, այսպես շատ մեծամտություն չի, իրոք սա Աստծո տված շնորհն է, հավատքիցը, որ սա իրոք պաշտոնյաներ են երկնքից մեզ համար երկնքից դեսպաններ դրված երկրի վրա, որ մենք պետք է մենք շատ զգուշությամբ այդ պաշտոնյա խոսքը որ կա, իրոք սա ամուր բռնենք, որտեղ մենք Տիրոջ զորավոր Աստծո մեծ ծառաներն ենք, ու սա շատ կարևոր է, որտեղ շատ կարա, եթե դու գործդ չանես, քո գործդ մեկ ուրիշը հաստատ կանելու է։ Ես ինքս համոզված եմ դրա մեջ, երբ որ խոսքի ծառայության մեջ ես ինքս չտեսնելով ինձ, եւ մի հայտնություն կար, որ իմ մեջ դրված էր, որ ես պետք է մեկին խոսայի, բայց թուլանալով, երբ որ համարձակություն չկար մարդկանց հետ խոսելու, ես նույն խոսքերը մեկ ուրիշը
գալիս էր եւ իմ աչքի առաջին մեր տվյալ մարդու հետ խոսում էր։ Եվ ես հասկանում եմ, որ եթե ես չանեմ, Աստծո գործը մեկ ուրիշը պետք է հաստատ անի եւ ավելի լավ ու ճիշտ ժամանակին պետք է ջուրը տան, բայց լավա որ դու քո ձեռքով ճիշտ ժամանակին ջրես, որ չչորանա այդ ամեն ինչը։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 30-ից 37-րդ խոսքը կարող եք ձեր ամբողջովին նշել ձեր մոտ, կարող եք նշել, որ դուք ամբողջ գլուխը կարդաք տանը։ Եվ պատմությունն ասում է, որ մի մարդ կա, որ Երուսաղեմից Երիքով էր գնում, եւ ճանապարհին հանդիպում է մեկին, որ ասում է նա թալանել էին եւ խոցոտել էին եւ ասում է կիսամերթ թողել եւ գնացել էին։ Եվ այդ ճանապարհով դիպվածք հասկանալով, այսինքն այդ դեպքի ճանապարհին ասում է մի քահանա էր իջնում եւ ճանապարհով եւ նրան տեսավ եւ անցավ։ Այսինքն խոսքն ասում է, որ քահանա էր անցնում եւ ասում է եկավ այդ տեղը հասավ եւ ասում է եւ նրան տեսավ եւ անցավ։ Այսինքն այնպես չէր որ ինքը չնկատեց, ասում է խոսքն ասում է նրան տեսավ եւ անցավ։ Եվ նույնպես մի ղևտացի էր այդ տեղով անցնում եւ եկավ եւ տեսավ եւ անցավ։ Մենք հասկանում ենք, որ ղևտացիները քահանական ցեղ են, որ իրանց վրա դրված այս ամեն ինչը, որ իրանք պետքա Աստծո գործը կատարեն։ Այստեղ խոսում է, որ կոնկրետ քահանան եկավ տեսավ եւ անցավ, եւ երկրորդը նույնպես խոսում է, որ ղևտացին էլ նույնպես եկավ, որ ղևտացիները քահանայական ցեղ էին, որ այսօր մենք ինքներս Աստված մեզ կանչել եւ ոչ պակաս մենք քահանաներ ենք, ինչպես Աստվածաշունչն է խոսում սրա մասին։ Եվ ինչ է խոսում Աստվածաշունչը, եւ նա տեսավ եւ անցավ։ Այսօր շատ ժամանակ մենք գիտես նույնպես սատանայից թալանված, կողոպտված, ծեծված, վախերի մեջ բռնված մարդիկ կան, որ իրանք ունեն խնդիրներ եւ իրանց պետք է խոսքը շատ ժամանակ մենք մեզ հարմար չի, շատ ժամանակ ամոթ է, շատ ժամանակ չունենք եւ այդ մարդկանց հետ մենք ժամանակ չունենք ընդհանրապես, որ իրանց հետ խոսք խոսանք, որովհետեւ մենք ունենք կարեւոր գործեր, բայց ոչ պակաս Տիրոջ գործը պետք է մենք տանենք առաջ եւ այդ ջուրը եթե քո ներսում կա, մենք պետք է մարդկանց ճիշտ ժամանակին այդ կյանքի ջուրը տանք, ինչպես որ խոսքն ասում է, որ մեր ներսից ջրեր կբխեն։ Եվ մի սամարացիել, որ ճանապարհում է 33-րդ խոսքից ես կարդամ, եւ մի սամարացիել, որ ճանապարհում էր եւ եկավ այնտեղ եւ նրան տեսնելով գթաց։ Խոսքն ասում է, որ նրան տեսնելով չթողեց եւ անցավ, ինչպես մնացածն էին, եւ խոսքն ասում է, որ նրան գթաց եւ մոտ եկավ նրան եւ չթողեց եւ անցավ, խոսքն ասում է, որ նրան մոտ եկավ։ Նրան խոսեց եւ նրան խոցերը փաթաթեց, վրան ձետ եւ գինի ածեց, մենք հասկանում ենք այդ ձետ եւ գինին այժմյան այդ սպիրտն է, չէ, ասենք ինչ որ բիրա կապեց եւ իր անասունի վրա դրած տարավ նրան մինչեւ Իջևան։ Մենք հասկանում ենք այդ Իջևանը նա է, որ ասենք ինչ որ մի գաստինից է, չէ, ասենք հյուրանոց։ Այսինքն նա հոգ տարավ իր ժամանակից վերցրեց իր օգտագործման խոսքը խոսում է անասունի մասին իր մեքենայով դրեց, վերցրեց, տարավ եւ ինքը հասցրեց այդ օթևանատուն եւ խոսքն ասում է, որ դրան հոգ կտանես եւ կներեք մի փոքր վերևից կարդամ եւ հետեւյալ օրը, երբ որ նա այնտեղից դուրս էր գալիս եւ երկու դահեկան հանեց եւ Իջևանատիրոջը տվեց եւ ասեց նրան. Դրան հոգ կտանես եւ ինչպես որ ծախս անես եւ մի անգամ եւ ետ կդառնամ կվճարեմ քեզ։ Մյուս անգամ որ ետ դառնամ քեզ կվճարեմ։ Տեսեք ինքը բերեց հոգ տարավ, հանձնեց Իջևանատանը եւ ասում է վճարեց։ Այսինքն իր ազնական ունեցվածքից հոգ տարավ, գիտես այսօր դու ինչ-որ եթե մեկին ուզում ես մի բանով օգուտ տալ, անպայման քեզ նեղություն ես տալու, եթե կարողանաս մեկին ինչ-որ մի բան օգուտ տաս։ Քո ժամանակից կլինի, որ մի հատ խոսք կա, չի ասում քո ներվերից կլինի, քո էներգիայից կլինի, շատ բաներ կա, որ այսօր եթե ուզում ես մեկին մի բան անես, բայց Աստվածաշունչը խոսում ասում է իմ լուծը թեթև է։ Գիտես այնպես չէ որ շատ հեշտ է, չէ, հեշտ չի։ Բայց մեր կյանքում կան դժվար բաներ, որ մեր խելքից դուրս ծանր են։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում ասում է, որ ձեր բեռը տվեք ինձ, որ ծանր են
Վերցրեք իմ բեռը, որ շատ թեթև է։ Տիրոջ գործը շատ թեթև է։ Բայց նա բեռ է, ինչպես խոսքում ասում է, բեռ է, բայց թեթև է։ Եկեք փոխանակենք Տիրոջ հետ։ Եկեք Տիրոջ գործն անենք, խնդրենք երկնքի արքայությունը եւ մնացածը մեզ կտրվի։ Վերցրա Տիրոջ լուծը, Տիրոջ գործը ու քեզ համար կտեսնես, որ մեծ հարցեր են լուծում եւ քեզ համար հեշտ կլինի մնացած ծանր բեռները, որ դու ուզում ես քո ձեռքով տանես այդ ամեն ինչը։ Եվ խոսքն ասում է, տեսեք, հոգատարությունը սա շատ կարևոր, ասում է, եւ երբ որ մյուս անգամ ես որ վերադառնամ, ինչ որ ծախսես, ես կվճարեմ։ Այսինքն կարար այդ ծախսը տար եւ պրծներ ասում է, ես իմ գործը սարեցի, թողի գնացի։ Խիղճս հանգիստ է։ Ոչ, գիտես իր խիղճը հանգիստ էր այն ժամանակ, որ այդ կանոնավոր ձևով իրան հոգ կտանեին, որ ինքը հասներ այն աստիճան, որ ինքը ապակինվեր, վերադառնար դեպի կյանք։ Այսօր նույնպես մեր կյանքերի մեջ կան մարդիկ, որ թալանված են, խոցոտված են չարի կողմից եւ գիտեք աշխարհի մեջ են եւ իրանց ոչ մեկ չի զանգում, չի խոսում իրենց հետ, ոչ մեկ իրանց համար հոգ չի տանում, ու սա շատ մեծ ցավ է, որ մենք գոնե հոգեվորներս պետքա ուղղակի այսպես չասնենք այն մարդկանց պես, ինչպես խոսքի մեջ գրված է եւ ասում են նրանք տեսան եւ անցան։ Տեսնում ենք եւ անցնում ենք։ Դա նորմալ չի։ Հիսուսն էլ ասեց նրանց եւ երևում է թե քեզ ոնց է երևում, թե այն նրանցից որն է նրանց ընկերը, այստեղ հարց է տալիս 37-րդ խոսքում ասում է եւ ասեց նրան, որ ողորմություն անողը, այսինքն ով որ ողորմություն արեց, ով որ ձեռք մեկնեց, նա է նրա եղբայրը եւ բարեկամը։ Մենք բազմիցս անգամ երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, հանդիպում ենք որ Քրիստոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է իմ եղբայր, իմ բարեկամ։ Մենք վերջերս էր խոսում բարեկամի արմատը բարի կամեցողն է, այլ ոչ թե ինչ-որ սեղանների վրա կենացներ են խմում, լավ լինեք, չգիտես ինչ լինեք, կար ասպես մաղթես, չգիտես ինչ։ Այո, ճիշտ է, այդ մաղթանքները շատ կարևոր, բայց եթե նրանք սրտից են։ Հավատքը, եթե գործեր չունի, նա մեռած է։ Այսինքն գործեր պետք է լինի մեր կյանքի մեջ, որ քեզանից պոկես եւ ինչ-որ բաներ անես, սա շատ կարևոր է։ Եվ այստեղ խոսքը ասում է, նա որ նրան գտած է։ Եվ այստեղ խոսում է, ապա Հիսուսը նրան ասաց, գնա եւ դու էլ այնպես արա։ 37-րդ խոսքում ասում է, գնա եւ դու էլ այնպես արա։ Այսօր Աստվածաշունչը մեզ խոսում է, որ դուք էլ, մենք էլ գնանք եւ նույնպես վարվենք, որ չթողնենք այն մարդկանց, ովքեր այսօր խոցոտված են, ովքեր վախերի մեջ են, ովքեր հարցեր ունեն, ովքեր Աստվածաշնչի խոսքի կարիք ունեն, ովքեր ջրի կարիք ունեն, որ այն մարդկանց այդ ջուրը տանք, որ մարդիկ արմատ ունենան եւ չչորանան։ Աստվածաշնչի մեջ հետաքրքիր ձևի այդպես խոսում է, ասում է, մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո խոսքով։ Ամեն։ Գիտես, այսօր դու մարդկանց համար միայն խոսք ցանելով չի, բայց հետեւյալ խոսք, երբ որ ես կարդում եմ, ասում եմ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը փոքր աղջկան հարություն տվեց, ասավ հաց տվեք նրան։ Աստված նրան հարություն տվեց եւ ասավ մեզ հաց տվեք նրանց։ Մարդկանց ասավ հաց տվեք նրան։ Գիտես այդ հաց տալը արդեն մարդու վրա է։ Աստված նրան կյանք է տվել։ Բայց այսօր մեզ վրա դրված է, որ մարդկանց համար հոգ տանենք։ Սա շատ կարևոր է, որ մարդկանց, գիտես, այսօր դու ճանապարհով անցնում ես, նույն վիճակն է, դու իրանք ինչ-որ բան կարող ես անել եւ տաս, բայց ոչ մի բան չես անում։ Բայց Աստված, տեսեք, նորից եմ ասում, հարություն տվեց, եւ այնտեղ տեսնում եք շատ ժամանակ, որ ասում է Աստված եւ հացը բազմացրեց, Աստված կարող էդել աներ։ Գիտես, որ երբ մեր ձեռքը ջեբերես տանենք, այնտեղ շատ մեծ գումար լիներ, որ մեր ջեբի գումարը չվերջանար։ Ես հավատում եմ դրան։ Այսպես մի բան ասեմ, կարա լինի մի կարտոշկա, չգիտեմ կլինի Սբերբանկ թե չգիտես ինչ, որ այդ հաշվի համարին ամեն անգամ պետությունը կամ Աստծո կամքով քո համար այնտեղ գումար դրված է, որ դու ուտես ու չվերջանա այդ հաշիվը։ Ես համոզված եմ, որ Աստծո կամքով կարա դա էլ լիներ, բայց այսօր Աստված ուզում է, որ մենք
Տիրոջ օրենքի մեջ սա է, որ քո հացը քրտինքով վաստակես։ Տես այսօր կա դրա մեջ, ուզես թե չուզես, ոչ մեկ չի կարող իր ձեռքերը ծալի եւ ինքը կերակրված անի։ Ոչ, ամեն մարդ մի բան անում է, որ իր կերակրի։ Եվ նույնպես այսօր մենք հասկանում ենք, որ Աստված ուզում է, որ մենք, եթե գրված ասում է քո սիրիր քո ընկերոջդ քո անձիդ պես, Աստված ուզում է, որ մենք ինքներս լինենք մեր հոր պես, լինենք հոգատար։ Փառք Աստծուն։ Դրա համար խոսքն ասում է գնա եւ դու էլ այնպես արա։ Եկեք մենք էլ գնանք եւ այդ նույնպես անենք այդ ամեն ինչը։ Փառք մեր Աստծուն։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք, կարդում ենք Աստվածաշունչը, խոսքն ասում է գնացեք եւ ամբողջ աշխարհը աշակերտեցեք։ Ավետարանեցեք եւ աշակերտեցեք։ Մենք հասկանում ենք, որ ավետարանելը դու կարաս ավետարանես գնաս, բայց երբ որ խոսքը հասնում է նրա մասին, երբ որ ասում է գնացեք եւ աշակերտեցեք, դու չես կարա տարերի ինչ-որ պատկերացրեք մի ընթացք, երբ որ ասենք երեխային սովորացնում ես տարերի կեսը եւ մնացածն ասում ես դե կարդա, ոնց կուզես կարդա, բայց նա տարերի մնացած մասը չի սովորել։ Այսինքն աշակերտելը դա մի օրվա բան չի, դրան պետք է աշակերտես, որ ինքը հասնի ունենա այդ ժամանակը, չէ՞։ Այսինքն դրա համար ժամանակ է պետք։ Մարդկանց հետ մի անգամ խոսք տալով, սեմ ցանելով չի, այսինքն դու պետքա ջրես, այդ պարտեզի մեջ պետք է կայուն, ռեգուլյար այդ մեր գործ անենք մինչև վերջ։ Վերջերս հասկացա մի բան, որ մենք ունենք մեր եղբայրական թիմի մեջ շատ մարդիկ, որ իրանց հետ կան մարդիկ, որ տարվա մեջ մի երկու անգամ եկեղեցի հաճախեն, չհաճախեն։ Ու տեսնում եմ իմ կնոջս ինքը իր հեռախոսը միշտ իր ձեռքին մարդկանց հետ խոսում է, քույրերի հետ բոլորի հետ կապ ունի, ու գիտես մտածում եմ, ասում եմ, ինչի իմ մոտ այդպես չի։ Միթե ես այդ ժամանակը չունեմ։ Մտածես խոսք կա, չէ, ասում է հեռախոսը միշտ տաք է, հեռախոսը միշտ կարմիր է, չէ, ձեռքի մեջ։ Ու գիտես ես այդ ամեն ինչը նկատելով ես հասկանում եմ, որ նա կապ ունի բոլորի հետ, եւ ինչի չէ, որ պետքա լինի այդ ամենը իմ հետ։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ որտեղ 3-ից 2-ից 3-ը իմ անունով հավաքվեն, ես նրանց մեջ եմ։ Դուք շատերը գիտեք, որ երբ որ խոսում եք, որտեղից 2-ից 3-ը խոսում են իմ անունի համար, չէ, ոչ թե հավաքվել են ուղղակի, չգիտեմ ինչ որ Թամարի հաղթանակների եւ պարտության համար կամ ասենք Արմինեի, չգիտես ինչ խնդիրների, չէ, իմ անունի համար, երբ որ Քրիստոսի անունի համար հավաքվել եք, ասում եմ ես այնտեղ ներկա եմ։ Զգացել եք, որ Տիրոջ անվան համար ինչ որ մեկի հետ խոսում ես, հոգեվոր մարդկանց հետ, գալիս է Տիրոջ Սուրբ Հոգին, Տիրոջ զորությունը, ու գիտես այդտեղ եմ ես զգում, որ ասում եմ ես ձեզ հետ եմ, մինչև երբ։ Ամեն, մինչև աշխարհի վերջը։ Շնորհակալ եմ Տիրոջ մեզ խոստման համար, որ Աստված մեզ հետ մինչև աշխարհի վերջ մեզ հետ է։ Փառք Տիրոջը։ Մենք հասկանում ենք, մենք զգում ենք, մենք գիտենք, բայց ինչի համար մենք Տիրոջը չվայելենք, ինչի համար չկապվենք մեկս մյուսի հետ։ Ուղղակի եկեղեցում տեսնելով, այսպես մի հատ սուրբ բան կա, ստոյկա կա, կներեք այդ բառի համար, մենք հոգևոր ենք։ Բայց ամբողջ շաբաթը դու գործերով ես զբաղված, ոչ մեկի հետ կապ չունես, չէ որ մենք մեկս մյուսի հետ Քրիստոսի անվան համար հավաքվելով, խոսելով, դու կարաս ինչ-որ հեռախոսով մեկի հետ խոսաս եւ Տիրոջ ներկայությունը եւ զորությունը մեզ հետ է։ Ամեն։ Այնպես որ ես իմ կնոջս նախանձելով որոշում կայացրեցի ամեն օր մի եղբոր պետքա զանգեմ, այնպես որ ձեզ որ այս երկար ժամանակ որ չեմ զանգել, դրա համար կարամ ասամ ինձ կներեք, մենք պետքա կապ ունենանք, մեր Տերը մեզ հետ է, մեր Տերը մեր խոսքի մեջ ներկա է, մեր Տերը զորավոր է եւ ինչպես իր խոսքի հետևում կանգնած է, մինչեւ աշխարհի վերջ մեզ հետ է։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը, եկեք կանգնենք ոտքի, ունենք հաղորդություն, բայց մինչև հաղորդությունը կուզեմ, որ մի աղոտ բարձրացնենք, որ մենք հասկանանք, որ մեծ գործ ունենք անելու։ Տեր, շնորհակալ ենք քո խոսքիդ համար, դու ես մեր Տերը, մեր Աստվածը, շնորհակալ ենք քո խոստումի համար, որ դու ասեցիր, մինչև աշխարհի վերջը ես ձեզ հետ եմ։ Տեր, շնորհակալ ենք, որ դու մեզ չես թողնում, Տեր, շնորհակալ ենք Սուրբ Հոգի Աստված, որ մեզ սովորեցնում ես եւ զորությունով, Տեր,
գործեր ես անում, Տեր իմ Աստված, շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Տեր քո փառքիդ համար բաց մեր աչքերը, Տեր։ Բաց մեր սիրտը, Տեր, որ մեզ ձեռքերի մեջ մեծ գործ ես հանձնարարել, Տեր։ Որ ահով եւ դողով, Տեր, հասկանանք, որ պետքա պահենք այդ ամեն ինչը, Տեր։ Տեր, քո մշակներն են քո եկեղեցուդ մեջ, շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Քո ջուրը, որ մեր ներսից կբխի, Տեր։ Թող մենք հասկանանք, որ մենք ունենք, Տեր, խնամք տանելու քո այգիդ մեջ, Տեր, ջրենք, որ չչորանա, Տեր, շնորհակալ ենք քեզնից։ Շնորհակալ եմ քո ժողովքի համար, որ պետքա ժառանգի երկինքի առկայությունը, Տեր։ Տեր, քո եկեղեցին թող մենք ինքներս լավ հասկանանք, որ ունենք քո ջուրը, Տեր, որ կանոնավոր կերպով պետքա ժողովրդին տանք, որ հասնենք քո արտերը, Տեր իմ Աստված։ Շնորհակալ եմ քեզնից, քո խոսքիդ համար։ Եվ ողջ փառքը տալիս եմ քեզ, փառք քեզ, ամեն։